Վերջին անգամ ես նկարել եմ 2023 թվականի օգոստոսին, դադար եմ վերցրել, մինչև որ կարողանամ, երբ որ կարողանամ նորից նկարել եմ։ Մոտավորապես մեկ տարեկան մոտ մայրս նկատեց, որ ֆիզիկական ակտիվությունը չի համապատասխանում հասակակիցների ակտիվությանը ու սկսվեցին անվերջ չվացող հետազոտություններ, խնդիրը բացահայտելու, պատճառը գտնելու ու լուծում տալու համար։ Խոսքը ողնուղեղային մկանային ատրոֆիայի մասին է, հազվադեպ հանդիպող գենետիկական հիվանդություն։ Եթե երկու ծնողն էլ հիվանդ գենի կրող են, կա այս հիվանդությամբ երեխայի ծնվելու հավանականություն։ Հիվանդությունը վնասում եւ սպանում է շարժիչ նեյրոնները եւ բերում պրոգրեսիվող մկանային թուլության։ Կա ողնուղեղային մկանային ատրոֆիայի հիմնական 4 տեսակ։ Վաղ տարիքում սկսվողը ի վերջո բերում է մահվան մինչև 2 տարեկանը, իսկ ավելի մեծ տարիքում սկսվողը հաշմանդամության։ Երրորդ եւ չորրորդ տեսակներն ունեցող հիվանդների քանակն ավելի մեծ է։ Այդ տարիքային խմբում հիվանդությունն ավելի դանդաղ է զարգանում եւ նրանք մեծահասակների նյարդաբանների հսկողության տակ են։ Անուշ Գևորգյանի մոտ ախտորոշված է ողնուղեղային մկանային ատրոֆիայի երկրորդ տեսակը։ Փոքր տարիքում ես ֆիզիկապես ավելի ուժեղ էի ու կամաց ամեն տարի զգում էի, թե ինչպես են ուժերս կրճատվում ու սահմանափակվում, եթե դպրոցական տարիներին ես կարողանում էի 6-7 ժամ դպրոցում առանց մայրիկի մնալ, ամբողջ դասապրոցեսին մասնակցել, հետո գալ տուն ու մի ժամ ընդմիջումից հետո գնալու էի նախ Թումո հետ խուժամել այնտեղ ազատ դասանել ու իմ ձեռքերը ինձ ենթարկվում էին բավարար իմ հարցերը լուծելու համար։ Արդեն 2 տարի առաջ շատ արագ սկսեցին կրճատվել այդ հմտությունները ու եկավ մի պահ, որ ես նույնիսկ չէի կարողանում բռնել խթարը ու ինքնուրույն սնվել կամ պատառաքաղը ու այդ երևի են գագաթնակետներ, որ գիտակցությունը այլևս չէր ուզում հարմարեցնել այդ իրականության հետ։ Ես հիմա 24 տարեկան եմ եւ մինչեւ մոտավորապես մեկ տարի առաջ ես որևէ լուծում չեմ իմացել իմ խնդրի համար, այսինքն ուղղակի ապրել եմ այն իրականության մեջ, որը որ եղել է։ Նախկինում բուժում չունեցող հիվանդության համար 2016-ից ստեղծվեցին դեղամիջոցներ, որոնք բարձր արդյունավետություն են գրանցել։ Ապացուցված է, որ վաղ հասակում հիվանդության հայտնաբերումը եւ բուժում սկսելը կարող է լիարժեք ապաքինել երեխային։ Իրական եթե հիմա զուտ տեսողական համեմատենք ինձ ու 2-3 տարի առաջ նույն ախտորոշմամբ ծնված երեխաներին, տարբերությունը շատ մեծ կլինի, որովհետեւ բարեբախտաբար արդեն կա բուժում, այսինքն այն ինչ որ այս պահին մոտ կա, դեպքեր տարիներ ոչինչ չանելու, ոչ մի պայքարելու հնարավորություն չունենալու արդյունքում եմ։ Կես տարի առաջ Անուշը սեփական միջոցներով եւ դրամահավաքների օգնությամբ սկսեց բուժումը։ 10 օր անց արդեն կենցաղային որոշ հմտություններ վերականգնվեցին, օրինակ ինքնուրույն սնվելը։ Ես մոտավորապես 12-13 տարեկանից ամեն օր իմ ականջներում անդադար լսում էի սրտի աշխատանքը, որովհետև երբ որ թոքերը լավ չեն աշխատում, սիրտը ղերտանաբեռնված է աշխատում, որպեսզի կոմպենսացնի ու թթվածինով ապահովի օրգանիզմը։ Ուղղակի մի օր առավոտյան հասկացա, որ այդ սրտի զարկերը ականջիս մեջ չկան, առաջին տպավորությունը որ վայ սիրտս խորել է ինչ-որ միտեղ, այսինքն երբ որ ես չէի ստանում բուժում, ես գիտակցում էի, որ հաջորդ օրը ես ավելի թույլ եմ լինելու, քան նախորդ օրը, եւ դա նորմալ է, դա այդ ոչինչ անել չի կարելի, բայց երբ որ տեղը խմում եմ, ես արդեն գիտեմ, որ այն process-ը, որը որ կար օրգանիզմում կանգնել է ու որոշ ժամանակ դեռ իմ օրգանիզմը վերականգնվելու է, այդպես աշխատում եմ եւ սպասում եմ, որ ելի ուժերս կվերականգնվեն կամ գոնե եթե մնա այնպես ինչպես հիմա կա, եւս շատ լավ կլինի իմ բարակայում։ Ու այն որ ամեն անգամ հիվանդ լինելուց ասվում էր, որ ոյ սա գուցե վերջին անգամն է, օրգանիզմը չի կարողանա հաղթահարել այս փոփոխությունը, բայց ես այսօր այստեղ եմ եւ կարողանում եմ ինքս պայքարել մյուսների բուժման համար, ապացույցն նրա, որ շատ կարեւոր է, որպեսզի լինի թիմային աշխատանք, դա խնամողն է, ծնողն է եւ այն մասնագետները, որոնք աշխատում են տվյալ բուժարարի հետ։ 5 տարեկանից ես անվերջ կապի մեջ եմ իմ բժիշկների հետ։ Ալո։ Այսինքն հիվանդության ախտորոշումը դժվար չէ, հիվանդության բուժումը հասանելի չէ Հայաստանում։ Եվ որոշ երկրներում արդեն առկա է նեոնատալ սկրինինգ։ Դա ենթադրում է, որ բոլոր նորածինները
պետք է անցնեն այդ գենետիկական հետազոտությունը եւ եթե նրանք տառապում են ողնուղեղային մկանային ատրոֆիայով, դեռ պրեսիմպտոմատիկ փուլում, այսինքն մինչև սիմպտոմների առաջացումը, այդ դեպքում դեղորայքը անմիջապես ներմուծվում է եւ այլևս հիվանդություն չի դրսևորվում։ Եվ որպեսզի լավ պատկերացնեք, դեղամիջոցները իրենցից ներկայացնում են որոշները դրանցից առողջ գենի ներմուծում հիվանդ օրգանիզմ։ Այսինքն դու ունես դեֆեկտ, բայց քեզ տալիս են դրսից նոր գեն եւ դու սկսում ես սինտեզել նորմալ եւ ֆունկցիոնալ սպիտակուց, որը անհրաժեշտ է մեր մկանների եւ նյարդերի համար։ Հայաստանում դեղամիջոցները գրանցված չեն։ Առողջապահության նախարարությունից ասում են, որ փորձում են խթանել դեղերի գրանցումները Հայաստանում եւ նախարարության կողմից թույլատրվում է չգրանցած դեղերի ներմուծում, առանձին պացիենտների համար չգրանցած կամ շուկայում բացակայող դեղերի ձեռք բերելու նպատակով հարկավոր է դիմել լիազոր մարմնին, հիմնավորելով դեղի կիրառման անհրաժեշտությունը։ Բայց միևնույնն է, դա էլ այնքան էլ հասանելի չի, էլի, այսինքն իրանք մի շիշը $800 է եւ ասենք մեծ պացիենտներին պետք է լինում 3 շիշ ամսական, որովհետև այդ տարբեր դեղեր կան, այդ ուղղակի ասում եմ, որ իմանաք, այդ ամենաթանկը, այդ որ ասացի գենի ներմուծում եւ այլն, այդ շատ թանկ է, այդ մեր համար իզոբլեստի ֆանտաստիկի է, մենք չենք կարող դրան հասնենք, որովհետև ինքը բուժառուի հաշվարկով $1,200,000 է, այսինքն թիվ է, ու իհարկե ԱՄՆ-ն ունի այդ եւ այլն, եվրոպական որոշ երկրներ, բայց ինչ որ ես եմ ասում, ամենօրյա ոնց որ ասած ռեալիստականն է, որ մենք կարող ունենանք, որտեղ օրինակ Վրաստանը ունի, մենք չունենք, ինչի։ Այո, կան, իհարկե, Վրաստանում առկա է եւ մենք տեսեք, ես ունեմ բուժառու, ում մայրը Վրաստանի քաղաքացի է, երեխան մինչեւ 2 տարեկան է, մեկնեց Վրաստան, ստացավ Վրաստանի քաղաքացիություն եւ այսօր Վրաստանի Հանրապետությունից ստանում է այդ դեղը անվճար։ Բայց ինչի մեր բուժառուները պետք է մեր հարևան երկրից դեղորայքը ստանան, եթե մենք էլ ունենք պետություն, առողջապահության նախարարություն ու հնարավորություն, ռեալ հնարավորություն գրանցել եւ հատկապես հաշվի առնելով, որ բուժառուները շատ չեն, այսինքն այդ իհարկե թանկ է բուժումը, բայց բուժառուները շատ չեն, այսինքն դա հնարավոր է անել։ Առողջապահության նախարարությունից Civilnet-ին ասացին, որ ողնուղեղային մկանային ատրոֆիայի խնդիրները, այդ թվում դեղ արտադրող կազմակերպությունների հետ քննարկվում են, իսկ համապատասխան հաշվարկները դեռ մշակման փուլում են։ Նշվում է, որ 2026-ին ֆինանսական միջոցների առկայության դեպքում նախարարությունը կձեռնարկի համապատասխան միջոցառումներ պացիենտների դեղապահովման ուղղությամբ։ Սակայն գլխավոր խնդիրը ոչ միայն դեղերի գրանցումն է, այլ ֆինանսապես հասանելիությունը։ Դեղը գրանցած երկրներում այն պետպատվերի շրջանակում է հասանելի դառնում բուժառուներին, այսինքն եթե նույնիսկ դեղերը գրանցվեն, բուժառուները չեն կարողանալու առանց պետական աջակցության ձեռք բերել դրանք։